Վանաձայն, լավագույն և հարազատ։ Բարև ձեզ հարգելի ունգընտիրները վագընտիրներ, Վանաձայնի եթերով էտիմադադրի էջով ձեզ հետ ենք ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Երեք հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հայաստան խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյան, ազգային ժողովի պատկերասպյուրի և ցանասպյուրի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորություններ ու թատրեցման մասին խոսելով ասավ. Գիտեք չէ, ինչ արդյունքի հասան դաշնակցությունը տադողները։ Դաշնակցության տադողները այսօր արխիվ դարձած են։ Գայսրություններ դաշնակցությունը տադեցին, սակայն անոնք այսօր չկան։ Դաշնակցությունը բաղանք ունեցող գուսակցություն է։ Թումանյան, Ավետիք Իսահակյան, այս անունները բավարար են, որ Հակոբ Մովսեսը չհամարձակի տադել դաշնակցությունը, որովհետև այդ մեծերուն չափ չկա, ուր մնաց քաղաքացիական պայմանագիր գուսակցությունը փորձ է տադել այդպիսի բաղանք ունեցող գուսակցությունը։ Մտածեցեք, թե ձեր գուսակցությունեն ինչ անուններ պիտի մնան պատմության։ Եվ ամենեն կարևորը, եթե դաշնակցությունը չլար, մենք եւ դուք գունենայինք պետություն։ Գունենայինք այս դարածքները, որոնց վրա այսօր պետություն կառուցած ենք։ Դագավին չհասկացաք, որ եթե մահ կամ ազատություն ըսող տեսակը չլար, թարն ճակատագիր ունեցող այս ազգը, թարեր շարունակ հալածված ազգը ինչպես պետություն պիտի ունենար։ Դաշնակցության տեսակը հիմնված է հետևյալ սկզբունքին վրա. Համագերբիլ անոր, որ փոխելու գարիկը չունի, եւ փոխել այն, որուն պետք չէ համագերբիլ։ Եվ այս պետք է դաստիարակել յուրաքանչյուր հայու։ Այսօր ով գուզեք խապել։ Խաղաղություն, անվտանգություն։ Անվտանգություն որու համար։ Ֆիզիկական գոյություն ունեցող հայուն համար, թե հայ տեսակի համար, հայու ինքնությունը պահպանելու համար։ Անվտանգության բովանդակությունը հանած գսեք անվտանգություն։ Որու պետք է այդ անվտանգությունը։ Սակայն այդ ինքնությունը գրիվը չէ, որ տարեր շարունակ մղած է մեր ժողովուրդը, եւ դաշնակցությունը մտած է այդ գրիվի մեջ, որբեսի պահպանի իր ինքնությունը։ Այսօր մենք հրաժարած ենք մեր ինքնութենեն, թրկական ինքնությունը կնկատենք շատ լավ եւ այդպես կաբրենք։ Մեզի գսեն, ով ցեզի կխանգարե։ Բենզին ալ գա, ամեն ինչ ալ գուկա։ Ինչ ասես ցեզի գուդան, միայն դուք չսեք, որ հայգի սերունդն եք, չսեք, որ դուք հայ արաքելական եկեղեցվո հետևորդն եք։ Չսեք, անոր համար բայկար սկսած են դաշնակցության թեմ, որովհետև ինքնություն գրողն է, պահպանիչն է։ Բայկար սկսած են հայ եկեղեցվո թեմ, որովհետև ինքնությունը գրողն ու պահպանողն է։ Հիմա դուք եկած եք մեր ինքնությունը ոչնչացնել ցկտող գողմին հետ, զինաթաթարը կներկայացնեք իբրև ճագերտյալ խաղաղություն։ Չարին հետ զինաթաթարը խաղաղության դեղ մի տնեք։ Չկա խաղաղություն, եթե խաղաղության հիմնական բաղադրիչները չկան։ Այդ պետք է կատարվի երկու պետություններու իրավունքները հարգելով եւ հարցերը լուծելով։ Ուժերու հավասարակշռություն պետք է լա, բայց ոչ մեկը գա, ոչ մույսը։ Գա հաղթող ու բարդվող։ Ուշքի եկեք, մենք մեր 135 տարվան դերն ենք, դուք ձեր 8 տարվան համար պատասխան տվեք, թե ինչ ստացած էիք եւ ինչ ցկեցիք, հայտնեց հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյան։ Ելույթին ամբողջությունը կարելի է լսել հայկական աշխարհի լուրերեն անմիջապես ետք։ Լրագրողները զրույցի ընթացքին Ռուսիո փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ հայտնեց, որ Մոսկվա եւ Երևան բանակցություններով պիտի սկսին Հայաստանի երկաթուղիներու երկու հատվածները վերականգնելու համար։ Նշյալ հատվածները Հայաստանը կգաբեն Ադրբեջանին եւ Թուրքիո։ Օվերչուկի համաձայն այս որոշումը դրված է հայկական կողմի թիմումին համաձայն եւ Հայաստանի ժողովրդին հանդեպ բարեկամական եղբայրական զգացումները մեկնելով։ Այդ հատվածները պիտի ապահովեն Ադրբեջանի երկաթուղիներուն միացումը Երասխի շրջանին մեջ, ինչպես նաև Ախուրյանի շրջանին մեջ Թուրքիո երկաթուղիներուն։ Փոխվարչապետին համաձայն
Վերականգնումի ենթակա երկաթուղային հատվածներու ընդհանուր երկայնքը կգազմի շուրջ 1.6 կիլոմետր եւ 12.4 կիլոմետր։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2 օր առաջ հայտարարեց, որ Հայաստան մտադիր է Ռուսիո հետ բարեկամական դրամապանության մեջ լուծել ռուսական կառավարման տակ գտնվող հայկական երկաթուղիին հարցը։ Ամիսներ առաջ Փաշինյանը ընդգծեց, թե Երևան գուզե, որ Ադրբեջանին մտնելով Մեղրի, իսկ Հոնգե Նախիջևան երկաթուղային շարունակվի մինչև Թուրքիո սահման Ախուրիկ։ Օվերչուկի համաձայն աշխատանքներ կկատարվին Կովկասի մեջ խախտած բոլոր ուղիներու աբաշրջափակման համար։ Անոնց կարգին է Աբխազիո, Տարածքով, Ռուսիո եւ Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնումի կարելիությունը։ Մյուս կողմէ Ռուսիո արտաքին գործոս նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա լրագրողներուն հետ ունեցած զրույցին ընթացքին հայտնեց, որ ամերիկյան փոքր հզորությամբ գորիզային գայաններուն արհեստագիտությունը օգտագործելու Հայաստանի ընդրությունը հարցեր պիտի հարաճացնե։ Վաշինգտոնի կողմէ առաջարկվող փոքր հզորությամբ գորիզային գայաններ ոչ միայն գոյություն չունին Միացյալ Նահանգներու մեջ, այլև անոնք առհասարակ սկզբունքնորեն գոյություն չունին։ Անոնք միայն թուղթի վրա են, ըսավ ան։ Ան նշեց, որ Երևանի մեջ հայտարարված 9 միլիարդ դոլարի փոքր գայաններու կառուցումի նախագիծին մասին հստակ մանրամասնություններ չեն ներկայացված։ Զախարովայի համաձայն ռուսական կողմին ունեցած դեղեցություններով խոսքը ոչ թե միայն Միացյալ Նահանգներու ուղղակի ներդրումներուն, այլ համագարկի մասին է, որուն համար պիտի վճարե հայկական կողմը։ Միացյալ Նահանգներու արտաքին գործոս նախարարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյկոբ Հելբերգ X-ի իր էջին վրա անդրադարձավ փոխնախագահ Ջեյ Վենսի Երևան եւ Բաքու այցելություններուն։ Հայտնենք, որ անմաս կգազմեր Միացյալ Նահանգներու փոխնախագահային ընկերակցող պատվիրակության։ Այցելությունը շատ արդյունավետ ավարտեցի Բաքուի մեջ։ Այս քաղաքին հյուրընկալությունը եւ հարաշտիմական ներուժը իսկապես ուշագրավ է։ Ակնհայտ է, որ Թրամփի վարչակազմին Թրամփի ուղին հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման ընդմիշտ պիտի փոխե տարածաշրջանը։ Ըսավ Հելբերգ ավելցնելով, որ Վենսին պատմական այցելությունը ստեղծած է ամուր հիմք տարածաշրջանային գայունության եւ տնտեսական միացյալ աճի համար։ Ավելի գանուխ Երևանին Բաքու մեկնելու ընթացքին Հելբերգ X-ի իր էջին մեջ գրած էր. Ասիգա պատմական ուղևորություն է իբրև առաջին ամերիկացի փոխնախագահ, որ այցելած է Հայաստան։ Թրամփի ուղին հանուն միջազգային խաղաղության եւ բարեկեցությանը TRIPP նոր էջ պիտի բանա հարավային Կովկասի մեջ։ Օրեր առաջ արցախցի երեխաները Երևանի հայ հեղափոխական դաշնակցության Արամ Մանուկյան երիտասարդական կենտրոնին մեջ առիթ ունեցան դիտելու Մարինե Չարֆաջյանի հեքիաթային հիման վրա ստեղծված Մարան ու մեծ հայրիկը Արցախի մեջ ներկայացումը, որ ուներ գրթական եւ ճանաչողական մեծ նշանակություն։ Երեխաները ծանոթացան պատմական Արցախի գառույցներուն եւ հերոսներուն, ինչպես նաեւ ստացան խորհրդանշական գիտելիքներ։ Ներկայացումը Արցախյան բարբարով էր եւ Արցախյան այդ շունչը մեծ ողջավորություն բարգեւեց թե փոքրիկներուն եւ թե մեծերուն։ Երեխաները ծանոթացան հերոսական գերբարներուն, Արցախի պատմական տարածքներուն եւ իհարկե տասեր քաղեցին ներկայացում են։ Ավարտին փոքրիկները ստացան Մարան ու հայրիկը Արցախի մեջ հեքիաթին գիրքը։ 11 փետրվարին, որտեղ գրվեցավ օրենքի նախագիծը, զինվորական ծառայությունեն խուսափած 27-37 տարեկան քաղաքացիները քրեական պատասխանատվությունը զերծ բահելու դարբերակներուն մասին։ 86 տեր, 0 թեմ, 5 ցերմբահ կվեներով ազգային ժողովը ընդունեց քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագիծը, որոնց համաձայն 27 տարին ամբողջացուցած եւ բարդաթիր զինվորական ծառայություն չկատարած քաղաքացիները պիտի կարենան վճարել եւ զերծ մնալ քրեական պատասխանատվութենեն։ Անոնք կարելիությունը պիտի ունենան վերադառնալու հայրենիք, գումար վճարելու, այդպիսով կատարելու Հայաստանի մեջ ունեցած իրենց բարդկը։ Սարգսյան իր հեղինակած օրինակիցով կառաջարկ է։ Դասլակության համար հետախուզվող հայաստանցիներուն քրեական պատասխանատվութենեն ազատելու 5 տարբերակ։ Առաջին տարբերակով ինքնագամ Հայաստան վերադառնալ եւ 24 ամիս ծառայել։ Երկրորդ
12 ամիս ծառայել եւ բեդության վճարել 2.5 միլիոն դրամ, $6,900։ Երրորդ, ծառայել 6 ամիս ժամկետով եւ վճարել 5 միլիոն դրամ, $13,000։ Չորրորդ, ծառայել 1 ամիս ժամկետով եւ վճարել 8 միլիոն դրամ, $21,000։ Իսկ ընդհանրապես չծառայելու համար վճարել 15 միլիոն դրամ, $40,000։ Արևմտյան Միացյալ Նահանգներու թեմի ազգային առաջնորդարանի թիվանը հայտարարությամբ կդեղեկացնել է, թե առաջնորդ Գեղամարքեպիսկոպոս Խաչերյան, հոգևորականներու 10 կրոնական ժողովը, ազգային վարչությունն ու ազգային առաջնորդարանի դիվանաբետն ու անձնակազմը խորհրդավոր կգուժեն հանրազանոթ մտավորական, հայակետ, խմբակիր, ուսուցիչ եւ ազգային գործիչ Սարգիս Մահսերեջյանի մահը, որ պատահեցավ 3-շաբթի 10 փետրվար 2026-ին Լոս Անջելեսի մեջ հետգարճատև հիվանդության։ Սարգիս Մահսերեջյան Լոս Անջելես հաստատվել են իդ շուրջ 2 տասնամյակ իբրև դիվանաբեդ ծառայած է ազգային առաջնորդարանին մեջ։ Էությամբ ուսուցիչ տաստիարակ, նկարակիրով անսագարկ ծառայասեր, քաղցրապարո եւ զվարթախոս անձնավորություն, ընդմիշտ չադակով հայ կիրքի անփոխարինելի դերին ու ներկայության, հայ մարդու կյանքին մեջ եւ հատկապես մանկաբադանական ծիրեններս ամենօրյա ներկայություն էր հայկական մամուլի էջերուն մեջ իր լրակրող վերլուզապանի քրիչով եւ դարապնույթ հարցեր շոշափող իր հոդվածներով եւ ամենօրյա դեպքերու արձագանքով։ Հեղինակ մանուկներու եւ բադանիներու համար պատկարելի թիվով թատերական եւ հեղինակային գործերու, ինչպես նաեւ մեր դասական եւ մեծ քրողներու քիրքերուն մանկավարժական մշակումներու զանոնք բադանի սերունդին մատչելի դարձնելու նպատակով։ Սարգիս Մահսերեջյան Հալեբեն Բեյրութ ապա Լոս Անջելես եղավ եւ մնաց հանցնարու մտավորական ազգային գաղափարական գործիչ աշխատունակ անզիջող հայրենասեր եւ մեծ մարտասեր։ Իր բազմավաստակ եւ ասկանավեր ծառայության համար 2 հոկտեմբեր 2016-ին անարժանացավ Մեծիդան Գիլիգիո Կաթողիկոսության Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանին Ցերամ Արամ առաջին Կաթողիկոսին։ Այս դխորարիտով առաջնորդարանի թիվանը ցավակցություն կհայտնե Դիգնոջ Արփի Բարսոմյան Մահսերեջյանին, եղբոր Դիար Հովիկ Մահսերեջյանին եւ Դիգնոջ ուսավակներուն, ինչպես նաեւ հանգուցյալի մեծաթիվ գործընկերներուն ծննդավայր Հալեբեն, մինչեւ Բեյրութ եւ Լոս Անջելես, այլև քաղաքապարագից ընկերներուն, հարազատներուն եւ բարեկամներուն։ Պիտի կատարվի ազգային թաղում, մանրամասնությունները կփոխանցվին մամուլով։ Երեք ավելի ուշ մամուլով փոխանցվեցավ, որ Սարգիս Մահսերեջյանի հուղարկավորության արարողությունը պիտի կատարվի 5 շաբթի 19 փետրվար 2026-ին առավոտյան ժամը 9:00-ին Անսինյոյի Սրբոս նահատակած եկեղեցու մեջ Միացյալ Նահանգներ։ Հայկական աշխարհի լուրերը փակել են առաջ, հիշեցնենք, որ լուրերեն անմիջապես յետք դուք պիտի լսեք հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հայաստան խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի երեկվան խոսքին ամբողջությունը, ազգային ժողովի պատկերասպյուրի եւ ցայնասպյուրի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորություններ դադրեցման համար Հայաստան խմբակցության հեղինակած որոշումի նախագծին քննարկումին ընթացքին։ Մնացեք միշտ բանացայինի ունգընտիր։